Մեզ բոլորիս համար շարունակելու համար անհրաժեշտ է որպեսզի մենք տեսնենք այդ հույսը որտեղ է, որովհետև մենք չենք ուզում, որ 2026-ի ընտրությունները վերածվեն ով է թիվ 1 ընդդիմադիր գործիչը մրցավազքի։ Այդ ամենաահավոր բանն է լինելու։ Այդ դեպքում թիվ 1 ընդդիմադիր գործիչը հաստատ չի լինելու այն մարդկանցից, ովքեր որ տենց եթե այդպես են մտածում, էլի։ Ռոբջան, այս առումով իհարկե որ շուտ են սկսել այս ուրեմն իմ ասած ֆալս ստարտը որ տրվել է, այս առումով մի քիչ լավ է որ երկար ժամանակ կա, այսինքն միգուցե այս երկար ժամանակը օգտագործվի նրա վրա։ Հուսադրեցիր, այդ մեկը դուրս եկավ, հետո երկրորդը Երկրորդ հուսադրող մոմենտը այն է, որ քանի որ երկար ժամանակ կա, ես չեմ բացառում, որ երրորդ ուրեմն ընդդիմադիր ուժ ի հայտ գա, որ բավականին լուրջ, որը որ կարողանա իր վրա վերցնել ուրեմն Նիկոլին հեռացնելու խնդիրը։